Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ առաջին, 43-րդ խոսքից, Փիլիպոսի և Նաթանայելի կոչումը։ Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպոսին և ասաց նրան. «Արի իմ ետևից»։ Փիլիպոսն էլ Բեթսայդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, դա Հիսուսն է, Հովսեփի որդին Նազարեթից»։ Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավոր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպոսը նրան ասաց. «Արի և տես»։ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս և նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղից ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Նախքան Փիլիպոսի քեզ կանչելը, տեսա քեզ թզենու տակ կանգնած»։ Նաթանայելն ասաց. «Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ, դրանից էլ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են մարդու որդու վրա»։ Կաննայի հարսանիքը։ Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։ Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։ Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ինչ գործ ունես, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»։ Հրեաների սրբվելու սովորության համաձայն այնտեղ կային քարե 6 կարասներ, որոնցից յուրաքանչյուրը 2 կամ 3 մար էր տանում։ Մարը մոտավորապես 50 լիտր է։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Եվ բերնաբերան լցրեցին։ Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրեք ու սեղանապետին տարեք»։ Նրանք տարան, և երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը, չիմանալով, թե որտեղից է, բայց սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին, կանչեց փեսային և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ վատը, իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ Գալիլեա Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։ Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնայում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։ Տաճարում առևտուր անողների վտարումը։ Այս հատվածը գրված է 4 ավետարաններում, հերթով կկարդանք։ Մոտենում էր հրեաների զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ և տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ և աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ Նա աղավնավաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք
եւ իմ հոր տունը վաճառատուն մի դարձրեք։ Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի։ Հրեաները նրան հարցրին. Ինչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու։ Հիսուսը նրանց պատասխանեց եւ ասաց. Քանդեք այս տաճարը եւ 3 օրում ես կվերականգնեմ այն։ Հրեաներն ասացին. Այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու 3 օրում այն կվերականգնես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում, իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում եւ հավատացին Սուրբ գրքին եւ Հիսուսի ասած խոսքին։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Հիսուսը մտավ Աստծու տաճարը եւ վռնդեց տաճարից բոլոր արք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները եւ աղավնեվաճառների աթոռները եւ նրանց ասաց. գրված է. Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել։ Ավետարան ըստ Մարկոսի։ Եկան Երուսաղեմ, Հիսուսը տաճար մտավ եւ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները եւ կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաեւ թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր եւ ուսուցանում էր ու ասում նրանց. գրված չէ, թե իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի, իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել։ Քահանայապետերն ու դպիրները լսեցին այս եւ միջոց էին փնտրում, թե ինչպես նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։ Ավետարան ըստ Ղուկասի։ Հիսուսը տաճար մտնելով սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին, նրանց ասաց. գրված է. իմ տունն աղոթքի տուն պիտի լինի, իսկ դուք այն ավազակների ворջի եք վերածել։ Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել եւ միջոց չէին գտնում, որովհետեւ ամբողջ ժողովուրդը նրանով տարված լսում էր։